Ասում եք, որ էական տարբերություն չկա երաթմաշուկայի և եմաշուկայի պահանջների հետ կապված, այդ դեպքում ինչու է անհրաժեշտ առանձին որոշում կառավարության, որի մեջ նշված է, որ պետք է սահմանվեն Եվրոպական միության կանոնակարգերի համապատասխանությունը և որովհետև պետք է նաև լաբորատոր սահմանան, պետք է նաև լաբորատոր փորձարկումներ իրականացնի, կանոնակարգերին դիրեկտիվներով նախատեսված պահանջները պետք է սահմանվեն և համապատասխան օրենսդրական հիմք պետք է ստեղծվի, որի հիման վրա պետք է դա իրականացնել։ Եվ 25 թվականի մարտից փաստորեն այս հնարավորությունը կար, ինչն է պատճառը, որ չի կիրառվել։ Ասեմ, ինչու՞մ է հարցը հետևյալն է։ Մենք տարիներ շարունակ Եվրոպական միության երկրներ, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիտորինգ է իրականացվում, ձուկ, ձկնամթերքը, նույն մեղրը արտահանվում է, այսինքն արդեն մեղրը արտահանվում է իսկ նույն ճանապարհով, Եվրոպական միության երկրներ ապրանքը ներմուծելու համար իրանք ուզում են 5 տարի եւ ավել մոնիտորինգ, այսինքն այս գործընթացը ինքն էս չի, որ մենք այսօր որոշեցինք եւ արեցինք, այսինքն խորությունով պետք է գնանք հետ 5 տարի 5 տարվա ընթացքում տեսչական մարմնի կողմից կառավարության որոշումով իրականացվում էր այդ մոնիտորինգային ծրագիրը, այսինքն վերցվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից տարբեր ձկնաբուծարաններից, նույնը կատարվել է մեղրի պարագայում, վերցվում էր նմուշներ, որոնք որ գնում էին լաբորատոր փորձաքննության եւ ամեն տարի հաշվետվության տեսքով տեսչական մարմինը ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները։ Այսինքն 5 տարվա պարբերականությունով, երբ որ իրանք տեսնում էին, որ շեղումներ չկա, համապատասխանում է իրանց պահանջներին, նույն այդ մնացորդային նյութերի հետ կապված, հակաբիոտիկների հետ կապված, այսինքն այդ ամեն ինչը ուսումնասիրելուց հետո անցյալ տարի եղավ որոշում, որ Հայաստանի Հանրապետությունից կարող են ձուկ ձկնամթերք ներմուծել Եվրոպական միության երկրներ։ Դրանից հետո մենք ունեինք, այսինքն աշխատանք անելու, օրենսդրական փոփոխություններ, նույն այդ չեկլիստները մշակելու, որից հետո այսինքն արդեն թույլտվությունը կար, բայց ընթացակարգը դեռ վերջնական չէր։ Մենք անցյալ տարի ստացել ենք թույլտվություն, այսինքն 5 տարի եւ ավել մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ, դրանից հետո սկսել ենք աշխատել քաղաքականություն մշակող մարմնի հետ, նույն այդ ստուգաթերթերի վերաբերյալ ԵՄ-ին համապատասխանող, այսինքն իրանք այնտեղ նոր չեկլիստների ինչի վերաբերյալ է, որ ասում ենք տենց առանձնապես տարբերություն չկա, եթե անգամ ինքը նույն չեկլիստը լիներ, որը որ կարելի էր կիրառել այնտեղ, միևնույն էր իրանք օրենսդրական փոփոխություն պետք է ունենային, բայց այդ ընթացքում մենք աշխատել ենք եւ հիմա որ ասում եմ ամսի 20-ին 4 փորձագետ լինելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն ամեն փուլում մենք դա մշակել ենք այնպես, որ որևէ բացթողում չլինի, այսինքն տնտեսարողը չվերցնի իր ձուկ ձկնամթերքը արտանի Եվրոպական միության երկրներ, մենք հասկանում ենք, որ դա էժան ապրանք չի, դրանից հետո այնտեղ կանգնեն եւ առաջանար հարցեր, այս չեկլիստը ինչ կետով է ստուգվել, դա հաստատված է օրենսդրությունով, հաստատված չէ, այսինքն խնդիրների վերաբերյալ, դրա համար մենք աշխատում ենք նույն ընթացակարգը անցել է մեղր, որը որ այսօր մեծ ծավալուն քանակներով ԵՄ արտահանվում է։ Եվ ձկնաբույսները ասում են, որ այստեղ ձկնաբերության համար փաստորեն նույն այդ եվրոպական երկրներից են տեղնավորված ձկնկիթը։ Նաև Երևան եվրոպական երկրներից են ներմուծվում, որը գալիս է ճանապարհ է անցնում եւ դրա գին անդրանում նաև լոգիստիկա գին է անդրանում ճանապարհի, ասում են մամից եք պատկերացնում, որ ինչպիսի գին պիտի ձևավորվի եվրոպական վերվածքի եւ ձկնկիթի միջոցով, նաև արդեն արտահանման լոգիստիկան հաշվի առնելով, որ ԵՄ երկրները ավելի բարդ է, քան Ռուսաստանը օրինակ, իրենք ասում են, որ գնային առումով նույնիսկ, եթե մենք որակով մրցունակ լինի, գնային առումով մրցունակ չի լինելու եւ ասում են, որ միայն արտահանման հնարավորությունը շատ քիչ է, տասնյակ տարիներ են անցել, որպեսզի սպառման շուկա ձևավորվի եվրոպական երկրներում եւ այդ մրցունակ գինը ինչպես են կարողանալու ապահովել, ասում պետությունը սուբսիդավորել է, ինչ ճանապարհով է իրականացվել։ Հիմա որ խոսեմ այս մասով, կասեք էլի գնացինք բուսական դաշտ, ճիշտ է, բուսականի մասին չենք խոսելու այսօր, որտեղ խոսում ենք ձուկ ձկնամթերքից, բայց նույն մտքին մենք եղել ենք տարիներ շարունակ, որ մենք մեր պտուղ բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական միության շուկաներում, գնով չենք անցնում, մրցունակ չենք, այնտեղ կան ավելի շատ հետաքրքիր էկզոտիկ մրգեր եւ այլ, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ որ ուզեցանք, կարացանք տանենք, վաճառենք եւ այսօր կարելի է ասել, որ արդեն մեծ ծավալների, այսինքն օրի ծավալները մեծանում է դեպի այդ շուկա պտուղ բանջարեղենի վերաբերյալ։ Դա հստակ փաստեր է եւ կառավարության նիստին պարոն Պապոյանը անընդհատ ներկայացնում է թվերը,
Եվ հենց այս պահին մենք նոր երկիր եւս պարոն Պապոյանը կներկայացնի 50 ավտոմեքենա ունենք կանգնած Ծիրանով բարձված, որը որ նոր երկիր է արտահանվելու։ Դրա մասին էլի կխոսեն եկող շաբաթ կիմանաք։ Այնտեղ էլ հարց կա, եթե կարելի է մյուս գործընկերոջն հնարավորություն տանք։ Կառավարությունը կոնկրետ միտքերի հետ կապված էկոնոմիկայի նախարարը ասում է, որ սուբսիդավորում են այդ քրեալումը, որպեսզի ավելի մանչելի ձևավորվի պարլամենտ անդամներ։ Հիմա ձգան դեպքում է անցում պատրաստ։ Այս պայն չեմ ուզենա ավելի առաջ պատասխանեմ, քան կլինի այդ որոշումը, բայց եթե եկանք հասանք այն փուլին, որ այո, մեր ապրանքը այնտեղ պահանջարկ ունի, բայց լոգիստիկ ծախսերը մեծ են, քան ԵԱՏՄ շուկա կամ այլ, կարծում եմ դրա հետ կապված եւս որոշում կլինի սուբսիդիայի վերաբերյալ, ձուկ ձկնամթերքին վերաբերող էլ իհարկե։